Երվանդունիները համարվում են մեր պատմության առաջին հայտնի արքայատոհմերից մեկը։ Նրանք կառավարել են Հայաստանը մեր թվարկությունից առաջ 6-րդ դարից մինչև մեր թվարկությունից առաջ 2-րդ դարը, ավելի քան 300 տարի։ Այս տոհմի թագավորները կոչվել են Երվանդ անունով, և հենց այդ անունից էլ առաջացել է Երվանդունիներ բառը։ Այս արքայատոհմի ամենահզոր թագավորը համարվում է Երվանդ II Սակավակյացը։ Նրա օրոք Հայաստանը կարողացավ ժամանակավորապես ազատվել հարևան պետությունների ազդեցությունից։ Նա ամեն ինչ արեց, որ կարողանա ամրացնել երկիրը, պահպանի անկախությունը և վերականգնի հայկական ուժեղ իշխանությունը։ Երվանդունիների թագավորները կառավարել են մի ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր մեծ ու հզոր պետությունների, պարսիկների, հույների և մակեդոնացիների միջև։ Երվանդունիները միշտ փորձել են պաշտպանել Հայաստանը ու անկախ պահել այն։ Երվանդունիները ոչ միայն զինվորական ուժով են կառավարել, այլ նաև զարգացրել են երկիրը։ Նրանք կառուցել են ամրոցներ, ճանապարհներ և քաղաքներ։ Երվանդունիներն են հիմնադրել Երվանդաշատ քաղաքը, որը ժամանակին եղել է Հայաստանի մայրաքաղաքը։ Արքաները խրախուսել են արհեստները, հողագործությունը։ Երվանդունիների տոհմի վերջին թագավորը եղել է Երվանդ վերջինը։ Նրա ժամանակ Հայաստանը թուլացել էր և բաժանվել փոքր իշխանությունների։ Այդ իրավիճակից օգտվել է Արտաշես առաջինը, որին հաջողվել է հաղթել Երվանդին և դառնալ նոր թագավոր։ Այդպես ավարտվել է երվանդունիների իշխանությունը և սկսվել է Արտաշեսյան արքայատոհմի պատմությունը։ Արտաշեսյան արքայատոհմ Արտաշեսյան արքայատոհմը գահակալել է մեր թվարկությունից առաջ 189 թվականին։ Նրանց օրոք մեծ հայքի թագավորությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Արքայատոհմը կոչվել է հարստության հիմնադիր արքա Արտաշես առաջինի անունով։ Թագավորության հիմնադիրը Արտաշես բարեպաշտն է։ Թագավորությունը իր հիմնադրամասկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250,000 կիլոմետր քառակուսի տարածք, իսկ հզորության գագաթնակետին Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 միլիոն կիլոմետր քառակուսի տարածք։ Թագավորության մայրաքաղաքը ի սկզբանե եղել է Երվանդ վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես առաջինի կողմից կառուցված Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։ Արտաշես առաջին բարեպաշտը հայոց թագավոր է մեր թվարկությունից առաջ 189 թվականից, Զարեհի որդին Երվանդունի տոհմից։ Արտաշես առաջին Սելևկյան բանակում նախապես եղել է բարձրաստիճան զինվորական։ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը երվանդունիներից նվաճելով Հայաստանի զգալի մասը, մեր թվարկությունից առաջ շուրջ 200 թվականին նրա կառավարիչ է կարգել Արտաշես առաջինին։ Մագնեսիայի ճակատամարտում Հռոմից Անտիոքոս III-ի կրած պարտությունից հետո Արտաշես առաջինը անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը գահ բարձրանալով նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցվում է մոտ 185 թվականին Արարատյան դաշտում, Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով հունահռոմեական պատմիչներն այն անվանել են հայկական Կարթագեն։ Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ՝ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։ Տիգրան II Մեծ Տիգրան Արտաշեսյան առավել հայտնի է որպես Տիգրան Մեծ, մեծ հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մեր թվարկությունից առաջ 95 թվականից մինչև մեր թվարկությունից առաջ 55 թվականը։ Մեր թվարկությունից առաջ 115 թվականին Արտավազդ առաջինը, որը կարճատև պատերազմում պարտվել էր պարթեված գահակալին, ստիպված է լինում եղբորորդուն Տիգրանին որպես պատանդ հանձնել հակառակորդի արքունիքին։ Վերջինս պատանդությունից վերադառնում է միայն մեր թվարկությունից առաջ 95 թվականին։ Պատանդությունից ազատվելու դիմաց հայոց աշխարհաժողովը ստիպված է լինում Միշտատ II-ին զիջել մեծ հայքի հարավ-արևելքում գտնվող 70 հովիտներ կոչվող տարածքը։
Տիգրան Մեծի օրոք մեծ հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին, պարտության մատնելով պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը, հայքը կարճ ժամանակով դառնում է առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը, Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Հետաքրքիր փաստեր Տիգրան Մեծի մասին։ Իր պատկերը կրող դրամների վրա Տիգրան Մեծի թագին պատկերված է մի աստղ, որն ըստ ենթադրությունների ոչ այլ ինչ է, քան Հալլեի կիսավորը, որը երևացել էր նրա գահակալության ընթացքում։ Թերևս մեր պատմության ամենահզոր գործիչներից մեկը։ Տիգրան Մեծը Հայաստանը դարձրեց իր ժամանակաշրջանի հզոր կայսրություններից մեկը, որի հետ հաշվի էին նստում Հռոմն ու Պարթևստանը։ Արքայից արքա, ասել է թե թագավորների թագավոր, ահա այսպիսին էին ճանաչում նրան այդ ժամանակների հզոր տիրակալները։ Տիգրան Մեծը միայն Տիգրանակերտ անունով 4 քաղաք է հիմնադրել։ Եղել է պատանդ պարթևների մոտ շուրջ 20 տարի։ Ամուսնացել է 12-ամյա Կլեոպատրա Պոնտացու հետ 45 տարեկան հասակում։ Հայաստանը Տիգրանի օրոք ունեցել է 3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Դավաճանության համար մահապատժի է ենթարկել սեփական որդու Զարեհին։ Տիգրանը ընդամենը մեկ արշավանքով գրավել է Պարթևստանը։ Ուշագրավ է, որ հռոմեացիները շուրջ 3-ից 5 դար չէին կարողանում գրավել պարթևական պետությունը։ Տիգրան Մեծի մասին շուրջ 22 հունարեն օպերա է պահպանվել։ Իշխել է Պարթևստանի, Պարսկաստանի, Փյունիկիա և Եգիպտոսի վրա։ Տիգրանը միշտ իրեն է շրջապատել գրասեր մարդկանցով։ Տիգրանի մասին մեզ ասած տեղեկությունների 90%-ը օտար պատմիչներից է՝ Ստրաբոն, Պլուտարքոս և այլն։